Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է հայկական ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այսօրը բոլոր հայասփուր անկյուններում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։ Այս տարի եւս Նինոցմինդան անմասն չմնաց։ Հիշել եւ իր պարտքը կատարել 1915 թվականին 1.5 միլիոն հայերի հիշատակի համար։ Այսօր Նինոցմինդայի Մեծ Խանչալի գյուղի հանրային դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Թենգիզ Վարդապետյանի կազմակերպմամբ անցկացվեց փոքրիկ միջոցառում 6-րդ եւ 10-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ։ Աշակերտները ուսուցիչների հետ այցելեցին Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված հուշաղբյուրի մոտ, ծաղիկներ խոնարհեցին եւ հարգանքի տուրք մատուցեցին 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։ Ինչպես գիտեք, ամեն տարի այս օրը ապրիլի 24-ը նշվում է հայոց ցեղասպանության տարելիցի օրը։ Այս տարի լրացավ 110-րդ տարելիցը։ Ամեն տարի Նինոցմինդա քաղաքում եւ նրա շրջակա բոլոր գյուղերում ծաղիկներ են խոնարհում հուշարձանների առջև։ Եվ Մեծ Խանչալի հանրային դպրոցը նույնպես բացառություն չէր։ Այսօր մեր գյուղում ավանդական դարձած այս օրը նշվեց թախիծով, հույզերով, արտասանեցին երեխաները բազմաթիվ բանաստեղծություններ, երգեր երգեցին, իր խոսքը նաև հայտնեց դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լենա Թոփուզյանը։ Նա նույնպես ներկայացրեց հայոց ցեղասպանության մասին, թեպետ արցունքով լի էր նրա սիրտը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել դպրոցի տնօրեն պարոն Աշալույս Սիրիցյանից։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել դպրոցի ողջ անձնակազմին իրենց գործունեությունը ցուցաբերելու համար։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել տիկին Լենա Թոփուզյանին մեծ օգնելու, մեծ արձագանքելու համար։ Եվ ամենակարևորը այն երեխաներին, ովքեր հիշեցին, պահանջեցին եւ վերապրեցին այդ տարիների ողբերգությունը։ Մեծ Խանչալիի դպրոցի աշակերտները ներկայացրին Մեծ Եղեռնի պատմական անցյալը, փաստեր, որ մինչ օրս բարձրաձայնելիս ցավով ենք հիշում։ Կոտորած ջարդ, որ ապրեց հայ ժողովուրդը երկար տարիներ անց երբեք չի մոռացվում։ Հայազգը դրանից հետո էլ նորից կարողացավ մոխիրներից վեր բարձրանալ ու շարունակել ապրել, աշխարհին ապացուցելով, որ հայը եղել է, կա ու կապրի։